Որևէ կերպ ազդել է ընտրությունների արդյունքների վրա այն հանգամանքը, որ քվեաթերթիկների համար նախատեսված ծրարները թափանցիկ են եղել, ինչի վերաբերյալ բազմաթիվ լուսանկարներ էին տարածվել համացանցում։ Արդյունքները չեղարկելու պահանջով սահմանադրական դատարան դիմաց ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները լուրջ կասկած ունեն, որ այո, ազդեցություն եղել է։ Դիմող կողմի պահանջը դատարանը բավարարել էր եւ պահանջել ԿՀՀ-ից, որ տեղում ուսումնասիրելու նպատակով քվեաթերթիկներ ու ծրարներ բերեն դատարան։ Բարգավաճ Հայաստանի շահերը ներկայացնող Արամ Օրբելյանն աչքի անցկացնելով դրանք վերահաստատեց, անգամ ԿՀՀ-ի կողմից ընտրված եւ դատարան բերված մուգ ծրարներում քվեաթերթիկները պարզ երևում են։ Երբ որ սենց իմ ձեռին մոտենում են, որ կպցնեն կտրոնը, այդ կտրոնը կպցնելու վայրում, երբ որ կպցնում է անձը եւ հեռավորությունը միդիայի հեռավորության վրա է, բավարար լուսավորության դեպքում առնվազն կպցնող անձը տեսնում է այս թիվը։ Առնվազն եմ ասում, որովհետև ըստ էության, եթե բավարար լուսավորություն լինի, ուղղակի ճանապարհին տեսնում են բոլորը։ ԿՀ քարտուղար Արմեն Սմբատյանը չերքեց, որ ծրարները թափանցիկ են եղել, բայց պնդեց, որ նման խնդիր նախորդ ընտրությունների ժամանակ էլ է եղել եւ դա չէր կարող ազդել արդյունքների վրա։ Կա ինչ որ հաշվարկ, որ դա ազդեցություն կարող ունենալ, որովհետև ինչ որ մեկի, գոնե մեկ դեպք, քվեարկությունն է դրանով վերահսկել, վերեք գնանք դրա հետևից, վերեք գնանք վերահսկողին, քրեական պատասխանատվության ենթարկել, չգիտեմ, մատակարարին եւ այլն։ Բայց եթե ուղղակի ասում ենք, որ բոլոր ծրարները չեն եղել նույն մքեցվածության, որ եթե շատ ուզենայիր ծրարի միջից կտեսնեիր ինչ է գրած, այո, բայց նայած ինչ է գրած։ Քվեաթերթիկների թափանցիկության խնդրի մասին նաև Ուժեղ Հայաստանն ահազանգեց։ Առանց արևի լույսի, ուղղակի այսպես տեղադրված, ակնհայտ երևում է, թե քաղաքացին, որ քաղաքական ուժի օգտին է քվեարկություն կատարել, օրինակ այստեղ ունեմ հստակ մարդը նկարել ուղարկել է, երևում է, որ երրորդ համարն է այստեղ ընտրել։ Հիմա ինչ ազդեցություն դա կարող էր ունենալ ու ինչ է տեղի ունեցել, կրկին արձանագրված դեպք ունենք։ Մոտ 150 ձայնի պատճառով այս պայդրությամբ նաև քննվում է եւս մեկ քաղաքական ուժի անցողիկության խնդիրը, մանդատների բաշխման կարգը։ ՔՊ-ի շահերը ներկայացնող Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն էլ ընդդիմադիրներին բեմականացում անելու մեջ մեղադրեց, ինչի համար նկատողություն ստացավ դատարանի նախագահից։ Այս ամբիոնը մի օգտագործեք ձեզ քաղաքական տեսանկյունից հարմար հայտարարություններ անելու համար, դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Ոչ մեկ տեղից թող չարձանագրի։ Եվ ավելին, այս ամբողջ process-ը ներեցեք, բայց ինձ մոտ ձեր բեմականացմամբ ծիծաղ է առաջացնում։ Ամենայն հարգանքը բարձր դատարան, չենք հասկանում ինչին է միտված։ Տիկին Խելը, խնդրում ես ամենասկզբից խնդրել եմ, որպեսզի մենք հարգանքով մոտենանք մեկս մեկին նկատմամբ, կողմը իրացնում է իր իրավունքները։ Ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու գործով շարունակվողնից այսօր մի քանի ժամ դռնփակ անցավ, գաղտնի փաստաթղթեր էին ուսումնասիրվում։ Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն այսօր կասկած են հայտնել, որ զանգվածային լցոնումներ են արվել քվեարկության օրը։ Հայաստան դաշինքի ձեռքի տակ եղած տվյալներով ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը չի համապատասխանում այն ստորագրությունների թվի հետ, որոնք ընտրողները դրել են գրանցամատյաններում քվեարկությանը մասնակցելու ժամանակ։ Իրենք մեկնաբանում են, որ դա զինծառայողներ են, ովքեր չեն ստորագրում ընդհանուր մատյաններում դրա համար չկա։ Մենք ամեն դեպքում վերջնական արդյունքով էլ անել ենք 4-5 հազարի տարբերություն, որ որևէ բացատրություն չունի։ Հետևաբար այդքան ընտրող չի գնացել, բայց այդքան քվեաթերթիկ գոյություն ունի։ Քանի դեռ պարզաբանումներ ներկայացված չեն, թե ինչպես է այդ թիվը ձևավորվում, մենք ընդունում ենք, որ այստեղ կարող է լինի լցոն։ Այսինքն համարդը չի գնացել։ Կամ այնքան շատ վատ աշխատանք ԿՀ-ից, որ ընտրությունների արդյունքները հնարավոր չի վերահսկել։ Սահմանադրական դատարանը վճիռ է կհրապարակի հուլիսի 4-ին։